Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն այս միջոցառումը կազմակերպելու, լսումները կազմակերպելու համար, նաև շնորհակալություն հնչած ելույթների համար։ Նիկոլ Փաշինյանը անցած տարիներին երևի ամենաշատը վնասել է հենց այն արժեքին, ինչը համարում է իր համար բրենդ, դեմոկրատիային, որտեղ դեմոկրատիան միայն ընտրությունները չեն, եթե նույնիսկ մի վերապահումով ընդունենք, որ ընտրությունները քիչ թե շատ ինչ-որ չափանիշների համապատասխանել են, երկու այլ շատ կարևոր սկզբունքներ դեմոկրատիայի կամ բաղադրիչներ հիմնահատակ ոտնահարվել են, հետևաբար Հայաստանում դեմոկրատիայի մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանում չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, հակառակ պարագայում 2021 թվին Նիկոլ Փաշինյանի մտքով անգամ չպիտի անցներ առաջադրվել որպես կառավարող կուսակցության առաջին համար կամ վարչապետի թեկնածու եւ Հայաստանում չի գործում հաշվետվողականության սկզբունքը։ Այս ասելուց հետո ես ուզում եմ ասել, որ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը ենթադրում էր, որ այն կառավարությունը, որ ձախողել է իր ծրագիրը, իդեպ դա բխում է խորհրդարանական մոդելի տրամաբանությունից, անմիջապես պաշտոնանկարվեր։ Այո, դա, եթե իրապես խորհրդարանական մոդել լինենք, ուսապարկերի խմբակցությունը ինքը դա պիտի նախաձեռներ, որպեսզի իր վարկանիշը չտուժեր։ Բայց մենք հեռու ենք այդ իրավիճակից, հետևաբար խորհրդարանն է Նիկոլ Փաշինյանի գրպանում եւ որևէ արժեք չունի, ծրագիրը իրականացված է թե ոչ։ Ես մի քանի կարևոր բաներ ուզում եմ ասել։ Ծրագիրը 100%-ով կատարված չի։ Ամենահակասոցիալական պետությունն ենք մենք։ Բոլոր ռեֆորմները տապալած պետություն ենք։ Բայց մի քանի շեշտադրում ուզում եմ անել։ Կոսովոյի նախադեպով խոստանում էր Արցախի ճանաչում։ Ոչ միայն դա չարեց, այլ կործանեց Արցախը, ընդ որում օգոստոսի 23-ին խոստովանեց, որ դա արել է գիտակցաբար։ Արել է գիտակցաբար, որտև այս իշխանության ամենամեծ արկածախնդրությունը եղել է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը։ Այսինքն ռուսական ուղեծրից Հայաստանի դուրս բերումը, որին հասնելու համար նրանք գիտակցաբար կործանեցին Արցախը, բայց երկիրը հայտնվեց ոչ թե կոմֆորտ արևմուտքում, այլ ադրբեջանա-թուրքական վասալիտետի ներքո։ Երկրորդը, ինչքան էլ հատկապես Վաշինգտոնից հետո նա ճամարտակի, որևէ խաղաղություն Հայաստան չի եկել։ Եթե նույնիսկ ընդունենք, որ թրիփը խաղաղության բաղադրիչներից մեկն է, թրիփի հիմքում աշխարհաքաղաքական բախման ական է թաքնված, որտեղ դա սպասարկում է աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետաքրքրությունները, Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ այլն եւ այլն։ Եվ ուղղակի հարվածում է BRICS-ի երկրների, մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, ինչու՞ չէ նաև Չինաստանի եւ Հնդկաստանի շահերին։ Հետևաբար աշխարհաքաղաքական բալանսի խախտմամբ խաղաղություն հնարավոր չէ բերել։ Ավելին ասեմ, Նիկոլ Փաշինյանը գնաց նաև մեր քաղաքական ինքնության ոչնչացման հանդուգն քայլին։ Ես հիմա չեմ ուզում թվարկել, ազգային դիմադրության բոլոր կենտրոնները ոչնչացվում են։ Բոլոր։ Սա ունի հստակ նպատակ։ Նա երկրում սողացող ավտորիտարիզմից անցում է կատարում տոտալիտար կառավարման երկու նպատակ ունենալով։
մի կողմից նա գիտի, որ այլ եղանակով վերարտադրվելու լեգիտիմ որևէ հնարավորություն չունի, մյուս կողմից նա պետք է կարողանա սպասարկել Բաքվի բոլոր պահանջները։ Իսկ դրա համար պետք է երկրում ազգային դիմադրության օջախների տոտալ ոչնչացում։ Բանը հասավ այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տվեց Հայաստանի Հանրապետության դեմ։ Միայն այս պատճառն ի դեպ հերիք էր իմպիչմենտ նախաձեռնելու համար։ Համաշխարհային պատմության մեջ մի աննախադեպ բան է գրանցվել։ Երկրի ղեկավարը սեփական խոսքով իր երկրի ճակատին դաջել է օկուպանտի եւ ագրեսորի պիտակը։ Հավատացնում եմ ձեզ որպես պատմաբան, որ սա շատ ավելի վտանգավոր հետևանքներ է ունենալու, քան նույնիսկ Արցախի կործանումը։ Հիմա գամ բուն քննարկման թեմային շատ հակիրճ։ Այսքան արձանագրելուց հետո Հայաստանում չի կարող գտնվել որևէ քաղաքական ուժ, որը դեմ լինի իմպիչմենտին։ Իդեպ, սա խորհրդարանական զույգ ընդդիմադիր կուսակցությունների պարտականությունն է, որտեղ դուք խորհրդարանում հայտնվել եք Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչով կամ կարգախոսով կամ ծրագրով։ Հետևաբար, եթե միջև ազգային ժողովի այս մանդատի ավարտը դուք այդ խնդիրը չեք լուծում, շատ դժվար է լինում հաջորդ ընտրություններում հասարակությանը ձեր ներկայանալը, որովհետև ինչպես ձախողել է Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգությունը, դուք էլ ձախողել եք ձեր քաղաքական առաքելությունը։ Սա պետք է ասվի շատ հստակ։ Մյուսը, երբեք իմպիչմենտը չի կարելի դիտարկել միայն վերջնարդյունքի, այսինքն Փաշինյանի հեռացման տեսակետից։ Իմպիչմենտը շատ լայն բազմաշերտ գործընթաց է, որ ունի մի քանի կարևոր ազդեցություն, այստեղ ես Միլան Հակոբյանի հետ իմ գործընկեր լրիվ համաձայն եմ։ Վերջնարդյունքը իհարկե կարևոր է, բայց դա գերնպատակ չի, որովհետև իմպիչմենտը ինքը ածանցվում է համաժողովրդական շարժումից։ Ըստ այդու առաջին պլանը պետք է լինի համաժողովրդական շարժման գեներացիան, բայց նաև իմպիչմենտը գործիք է, որի միջոցով հնարավոր է թույլատնել իշխանությանը դառնալ օրակարգ թելադրող, հնարավոր է շրջանառել նոր գաղափարներ եւ ծրագրեր, հնարավոր է քաղաքական ակտիվության դաշտ բերել հասարակության ընդդիմադիր, բայց պասիվ շերտերի եւ վերջապես հնարավոր է, եթե վերջնարդյունքին նույնիսկ չհասնենք, փոխել այսօրվա շատ անբարենպաստ ներքաղաքական ստատուս քվոն ընտրական ցիկլից առաջ։ Հետևաբար, ես որպես քաղաքական գործիչ եւ որպես դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար երբեք իմպիչմենտի գաղափարը չեմ հակադրել ընտրությունների գաղափարի հետ։ Դրանք երկուսն էլ գործիքներ են եւ եթե մենք ճիշտ քաղաքական մոդերացիա իրականացնենք, հնարավոր կլինի գործիքների ճիշտ համադրումով առաջիկա ամիսներին պատմություն դարձնել այս անփառունակ իշխանությունը Հայաստանը ապրեստելու նպատակով։ Շնորհակալություն։